Ողջույն բոլորին։ Այսօր մենք միասին սուզվելու ենք մի իսկական ֆենոմենի մեջ։ Մենք քայլ առ քայլ վերցանելու ենք պատմության ամենահայտնի եւ երևի թե ամենավաճառվող բույրերից մեկի Chanel No File-ի լեգենդար կարգավիճակը։ Գիտեք, սա ժողովուրդ պարզապես օծանելիք չէ, սա դիզայնի, քիմիայի ու ուղղակի հանճարեղ մարքեթինգի բացարձակ գլուխգործոց է, որը դեռ 1921 թվականին անդառնալիորեն հեղափոխեց ամբողջ ինդուստրիան։ Եվ այսօրվա մեր բացատրական վերլուծության ընթացքում մենք կհասկանանք, թե իրականում ինչպես է կառուցվել այս լեգենդը։ Որպեսզի լիովին զգաք այս օծանելիքի հսկայական մշակութային կշիռը, պատկերացրեք այսպիսի մի տեսարան։ 1954 թվականն է։ Հարցազրույցի ժամանակ լրագրողը հարցնում է լեգենդար Մերիլին Մոնրոյին, թե ինչ է նա հագնում քնելուց առաջ, ու դերասանուհու պատասխանը պարզապես պատմական էր դառնում. Chanel No File 5-ի մի քանի կաթիլ։ Վերջ։ Ու սա զուտ գովազդ չէր, սա անհերքելի ապացույցն էր նրա, որ այս փոքրիկ շշի մեջ թաքնված հեղուկը վաղուց արդեն դարձել էր կանացիության, ազատության եւ անսահման գրավչության հոմանիշ, բայց իրականում ինչ է կանգնած այս խելահեղ հեղինակության հետևում։ Դե ինչ, եկեք սկսենք ամենասկզբից ու հասկանանք, թե ինչպիսին էր Կոկո Շանելի տեսլականը կնոջ բույրի վերաբերյալ։ Ուրեմն 1920-ականների սկզբին Գաբրիելը, նույն ինքը Կոկո Շանելը, ուներ մի շատ հստակ, նպատակաուղղված եւ իր ժամանակի համար աննորմալ ըմբոստ մի գաղափար։ Նա ուզում էր ստեղծել մի բան, որն արմատապես կտարբերվեր դարաշրջանի մնացած բոլոր օծանելիքներից։ Ըստ պահպանված լեգենդի, նա պահանջել էր ստեղծել արհեստական կանանց բուրմունք, որից բուրում է կնոջ նման։ Ուշադրություն դարձրեք, նա հատուկ շեշտում էր արհեստական բառը։ Այսինքն նա չէր ուզում հերթական անգամ պարզապես ընդօրինակել բնությունը, նա փնտրում էր մարդու կողմից ստեղծված абստրակտ մի ստեղծագործություն։ Որպեսզի ավելի լավ հասկանանք, թե ինչու էր սա հեղափոխական, եկեք համեմատենք։ 1920-ականներին շուկայում գերիշխում էին կամ շատ ծանր մրգային, չափազանց քաղցր բույրերը, կամ էլ մեկ կոնկրետ ծաղկի, ասենք վարդի հոտերը։ Դրանք բոլորը հիմնված էին զուտ բնական բաղադրիչների վրա։ Բայց Շանելը, ով մանկությունն անցկացրել էր մանկատանը, հիշում էր մաքրության, օճառի ու իր մոր լվացքի թարմ հոտը։ Նա երազում էր հասուն, մաքուր եւ ամենակարևորը՝ բազմաշերտ մի բույրի մասին, որը պարզապես վարդի թուփ չէր հիշեցնի։ Լավ, տեսլականը պարզ է, բայց ով պետք է իրականություն դարձներ նորաձևության դիզայների այս վերացական պահանջը։ Այստեղ ասպարեզ է իջնում մի վտարանդի ռուս օծանելիքագործ։ Ծանոթացեք Էրնեստ Բո։ Այս մարդու անցած ուղին ինքնին արժանի է մի ամբողջ ֆիլմի։ Պատկերացրեք, նա ծնվել է 1881 թվականին Մոսկվայում, իսկ արդեն 1907-ին դարձել է հեղինակավոր Ռալետ ընկերության գլխավոր օծանելիքագործը։ Ավելին ասեմ, նա անձամբ Ռոմանովների կայսերական պալատի համար էր բույրեր ստեղծում։ Բայց ինչպես գիտեք, գալիս է 1917-ի հեղափոխությունը եւ 1919-ին Բոն ստիպված փախչում է Ֆրանսիա։ Եվ ահա ճակատագրի հեղինակով մեկ տարի անց 1920 թվականին ֆրանսիական Ռիվիերայում կանում նա հանդիպում է Կոկո Շանելին։ Բայց հարց է առաջանում, ո՞նց են նրանք հանդիպում։ Սա շատ ուշագրավ պատմական դրվագ է։ Այս հանդիպման գլխավոր խնամախոսը մեծ իշխան Դմիտրի Պավլովիչ Ռոմանովն էր, վտարված ռուս ազնվականը։ Այդ ժամանակ նա Շանելի սիրեկանն էր։ Իդեպ, պատմական աղբյուրները նշում են, որ նա նաև այն մարդկանցից մեկն էր, ովքեր ժամանակին մասնակցել էին Գրիգորի Ռասպուտինի սպանությանը։ Ու հենց նա էլ Շանելին ծանոթացնում է Էրնեստ Բոյի հետ։ Ահա այսպես խաչվեցին նորաձևությունը եւ քիմիան։ Հիմա եկեք մի փոքր ավելի խորանանք գիտության մեջ, քանի որ այստեղ տեղի ունեցավ իսկական քիմիական հեղափոխություն։ Գիտեք, որ ամբողջ կոսմետիկայի աշխարհը ընդմիշտ փոխվեց մեկ փոքրիկ պատահական լաբորատոր սխալի պատճառով։ Գաղտնիքը թաքնված էր ալդեհիդների մեջ։ Դրանք սինթետիկ քիմիական միացություններ են, որոնք այն ժամանակ օգտագործվում էին չափազանց հազվադեպ ու շատ մեծ զգուշությամբ։ Ալդեհիդները բույրը դարձնում են անհամեմատ ավելի երկարակյաց ու տալիս են այն մաքուր մի փոքր սառցե օճառանման շունչը։ Էրնեստ Բոնը արդեն իսկ սիրում էր փորձարկել արհեստականը, բայց ըստ լեգենդի նա կամ գուցե իր օգնականը պատահաբար գերդոզավորել են ալդեհիդները Շանելի փորձանմուշներից մեկի մեջ։ Եվ այս երջանիկ պատահականությունն էլ հենց դարձավ այն մոգությունը, որը Շանելը այդքան փնտրում էր։ Արդյունքում ստեղծվեց մի աներևակայելի բարդ ու ցնցող համակարգ, իսկական հոտառական բուրգ։
Ուղղակի նայեք այս բաղադրիչներին։ Սա պարզապես ծաղիկների հյութ չէ, ժողովուրդ, սա մանրամասն հաշվարկված ինժեներական աշխատանք է։ Ամենավերևում պայթյունավտանգ ալդեհիդներն են ու կիտրոնային թարմությունը։ Հետո բացվում է բույրի սիրտը ծաղկային հարուստ փունջով, հասմիկ վարդ մանուշակի արմատ։ Իսկ արդեն բազային հիմքում շատ խորը, ծանր ու զգացմունքային նոտաներն են, ինչպիսիք են պաչուլին, կաղնումամուռն ու սանդալի փայտը։ Okay, ներքին բովանդակությունը մեզ արդեն պարզ է։ Բայց ինչ կասեք այս նորարարության արտաքին տեսքի մասին։ Այդ ժամանակաշրջանում բոլոր արտադրողները, հատկապես Ռենե Լալիկի նման վարպետները, ստեղծում էին չափազանց բարդ, նախշազարդ ու տարօրինակ ձևերով բյուրեղյա սրվակներ։ Դրանք գրեթե արվեստի գործեր էին։ Իսկ ինչ առաջարկեց Շանելը։ Ճիշտ հակառակը՝ ռադիկալ ճգնավորություն։ Նրա մինիմալիստական մոտեցումը, որն արդեն փոխել էր հագուստի նորաձևությունը, այստեղ էլ դրսևորվեց։ Նա ընտրեց մի պարզ, ուղղանկյուն, լիովին թափանցիկ ապակեշիշ, վրան ընդամենը սպիտակ-պիտակ ու սև տառ էր։ Ինչու՞, որովհետև նա հստակ գիտակցում էր, որ մարդկանց ուշադրության կենտրոնում պետք է լինի հենց ներսի ոսկեգույն հեղուկը, այլ ոչ թե շիշը։ Իսկ հիմա մի հետաքրքիր հարց. ինչու հենց թիվ 5։ Ամեն ինչ շատ ավելի պարզ է, քան կարող եք պատկերացնել։ Ըստ պահպանված աղբյուրների, Էրնեստ Բոն Շանելին է ներկայացրել փորձանմուշների 10 տարբերակ, համարակալված 1-ից 5-ը և 20-ից 24-ը։ Կոկոն առանց երկար մտածելու ընտրում է 5-րդը պարզապես այն պատճառով, որ դա իր սիրելի ու հաջողակ թիվն էր։ Եվ դա դեռ ամենը չէ։ Այս փոքրիկ միստիկ կապվածությունը ստիպեց նրան օծանելիքի պաշտոնական շնորհանդեսը նշանակել հենց տարվա 5-րդ ամսվա 5-րդ օրը, 1921 թվականի մայիսի 5-ին, համաձայնեք շատ խորհրդանշական է։ Եվ վերջապես եկեք խոսենք մարքեթինգի մասին, որովհետև այնինչ նա արեց հետո պարզապես վարպետության դաս էր։ Մենք ունենք հեղափոխական բույր ու կատերիալ մինիմալիստական սրվակ, բայց ո՞նց են ներկայացնել աշխարհին, որ բոլորը խոսեն դրա մասին։ Պատկերացրեք, երբ ամեն ինչ պատրաստ էր, Շանելը միտումնավոր հրաժարվում է այն անմիջապես դնել խանութներում վաճառքի։ Անհավանականը չէ։ Փոխարենը նա սկսում է այդ սրվակները նվիրել Փարիզի իր ամենահայտնի էլիտար ու հարուստ ընկերներին։ Այսինքն ստեղծում է արհեստական սակավություն։ Շատ կարճ ժամանակում քաղաքում ձևավորվում է այս օծանելիքն ունեցողների մի յուրահատուկ գաղտնի ակումբ։ Ու բնականաբար, երբ բույրը վերջապես հայտնվում է պաշտոնական վաճառքում, կանայք արդեն բառացիորեն երազում էին դրա մասին։ Եվ ամբողջ խմբականակը սպառվում է ակնթարթորեն։ Ու այս գրակետ դիրքավորումը պահպանվեց տասնամյակներ շարունակ։ Սկզբնական շրջանում գովազդային դեմքը հենց ինքն էր՝ Կոկոն։ Հետո արդեն սկսեցին ներգրավել ժամանակի ամենավառ աստղերին՝ Քեթրին Դենև, Նիկոլ Քիդման և իհարկե Մերիլին Մոնրո, որի մասին արդեն նշեցինք։ Բայց Շանելը երբեք չի դադարել կոտրել կանոնները։ 2012 թվականին նրանք անում են շատ անսպասելի մի քայլ՝ հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթին դարձնելով այս դասական կանացի օծանելիքի առաջին տղամարդ գովազդային դեմքը։ Ռիսկային էր, բայց միանշանակ աշխատեց։ Եվ այս ամենը բերեց ուղղակի ֆանտաստիկ արդյունքների։ Ժամանակի ընթացքում միայն այս եզակի արտադրանքը բերել է ավելի քան $100 միլիոն եկամուտ։ Միայն մտածեք այս թվի մասին։ Chanel No 5-ը դարձավ անհավանական մի ֆինանսական շարժիչ ուժ, որը ապահովեց ոչ միայն հենց Chanel-ի անձնական հարստությունը, այլև նրա նորաձևության տան բացարձակ գերիշխանությունը համաշխարհային շուկայում մինչև այսօր։ Այսպիսով վերադառնանք մեր գլխավոր հարցին. ինչպես է սինթետիկ օճառանման նոտաներով լցված շատ պարզ ուղղանկյուն մի սրվակ դառնում մեկդարյա լեգենդ։ Պատասխանը բոլոր այն փաստերի հանճարեղ միավորումն է, որոնք մենք այսօր քննարկեցինք՝ կնոջ համարձակ ու տարբերվող տեսլականը, պատահական քիմիական նորարարությունը, ճգնավորական մինիմալիստական դիզայնն ու, իհարկե, շատ խելացի մարքեթինգը։ Սա վառ ապացույցն է նրա, որ երբեմն հավերժական խորհրդանիշ ստեղծելու համար պարզապես պետք է վերցնել ու կատարելապես խախտել բոլոր գոյություն ունեցող կանոնները։ Հուսով եմ մեր այսօրվա վերլուծությունն օգնեց ձեզ բոլորովին այլ աչքերով նայել այս լեգենդին։ Շնորհակալություն մեզ միանալու համար, կհանդիպենք հաջորդ անգամ։